Չո զբաղվենք ազգի այսպես բարգավաճմամբ։ Այդ օրերը կան, դա դեկտեմբերի 7-8-ին է։ 7-ին Լուսինը խեց գետնում Յուպիտերի հետ, աղջիկ երեխայի բեղմնավորման համար է բարենպաստ։ Եթե ուզում եք տղա երեխա, որը Լուսինը առուծի կենդանակերպում կտա նրան արքայավայել ձիրք ապրելու շնոր, ապա դեկտեմբերի 8-ը եւ 9-ն է բարենպաստ։ Դեկտեմբերի 13-14-ին Լուսինը կշարքի կենդանակերպում է, կշարքը էսթետիկ նշան է։ Գնումների համար կարևոր են։ Սկսում ենք դեկտեմբերի 3-4 ցուլի կենդանակերպում կենցաղային տեխնիկա, 3-ին 4-ին ավելի շատ այդտեղ արդեն տեղեկատվական, կենցաղային տեխնիկա, բայց նաև այստեղ սմարթֆոններ, հեռախոսներ, այն ինչը մեզ կտա տեղեկատվության հետ շփվելու եւ օգտագործման, արագ օգտագործման այդ բոլոր հիմքերը։ Ասեցի 7-8-ին հրաշալի օրեր են, գնում եք, ծրագիր է գծում, արդեն եղած վիճակով 5 կետ տարվա տեսլական է գծում եւ որպես կառավարման հոգեբան եւ որպես էզոթերիկ ձեր ձայնը վերև կհասնի։ Այդ 5 կետը նշեք, ինչ եք ցանկանում, արդեն կատարված։ Սա եմ ձեռք բերել, սա եմ արել, նա եմ արել։ Մի մոռացեք հայրենիքի եւ ընտանիքի բարգավաճման մասին։ Եվ ի վերջո դասերակենք սերունդ, որը ապագայում մեզ կհասնի մեծամեծ հաջողությունների։ Այն երեխաները, որոնք ծնվեն մինչև հունիս-հուլիս, նրանք կլինեն ազգի Յուպիտերը հեղինակություն, հա, հեղինակության մոլորակն է։ Դրանից հետո ծնվողներն են Յուպիտերը առուծում է լինել 1 տարի։ Մեր ազգի սերուցքը պետք է թարմացնենք, մտածեք մեր հայրենակիցներ, թեկուզ արտերկրում մեր հայ ազգանունը պետք է տարածվի, շատ կարևոր է։ Կարևոր օրերից մեկը 30-31-29-30, հիմա դիտարկեմ, անգիր եմ հիշում, բայց իրականում բարդ է։ Կարող է հաջողված նշանների անուններ տակ։ Անպայման հաջողված են ձկներ, կարիճ, սիրելի կարիճներ, պարտքերից եք ազատվելու, եթե քիչ ծախսեք։ Ձկներ, կարիճներ,